Եթե ենթադրենք, որ անփորձություն էր քաղաքական, ելնենք այդ տեսակետից, ինչ որ մեկը ձեզ փորձել է խորհուրդներ տալ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմին, թե ինչպես են բանակցում։ Որևէ փորձ իմ հետ չի եղել նման կարծիք ինչ որ իմանալու, ինչքան ես հիշում եմ, ինքը հանդիպել առաջին նախագահի հետ, որից հետո ասել է, որ ոչ մի նոր բան ես չլսեցի։ Չեմ կարծում, որ ինքը ընդհանրապես ընդունակ է խորհուրդ լսելու։ Չեմ կարծում։ Ամենից անհասկանալի կետը ինձ համար հոկտեմբերի 18-ին, թե 18-19-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մերժեց պատերազմը կանխեցնելու ռուսական առաջարկին։ Ադրբեջանը համաձայն էր եւ Նիկոլ Փաշինյանը մերժեց հստակ իմանալով, որ պատերազմը պարտվելու է, որովհետեւ գլխավոր շտաբը զեկուցել է ուղղակի, որ պատերազմը շարունակելու ռեսուրս բանակ այլևս չունի։ Կար այդ զեկույց եւ դա հանրային հայտնի փաստ է։ Բայց ինքը որոշում կայացրեց պատերազմը շարունակելու։ Եվ բացատրությունը հետեւյալն է։ Իր բացատրությունը այդպիսի որոշում եմ կայացրել, որ ինձ չասեն, որ ես դավաճան եմ։ Եվ այդ որոշումը մեր ժողովրդի վրա նստել է առնվազն 2.500 լրացուցիչ զոհով եւ առնվազն 5-ից 6000 վիրավորներով։ Սա առաջնորդի քայլ է։ Առաջնորդի հիմնական գործը որոշում կայացնելն է։ Եթե դու կայացնում ես որոշումներ, ինչ որ սխալ ընկալումներից ելնելով, կամ դու կայացնում ես որոշում հստակ իմանալով, թե ինչ հետևանքներ է դա բերելու, եւ այնուամենայնիվ կայացնում ես այդ որոշումը, իմ ինչ ասեմ։